Գլխավոր դատախազը Արտուր Սարգսյանի անձեռնախելությունից զրկելու process-ում ազգային ժողովը հայտարարեց, որ նշանակվելու է փորձաքննություն, բայց այդ փորձաքննությունը առնվազն այնքան ինչքան մենք այդ գործի նախաքննությանը մասնակցել ենք չկա եւ դատական գործունեությունում չկա նման փորձաքննություն։ Որևէ պատճառաբանություն այդ մասով չեն տվել, ես ունեմ իմ ենթադրությունները։ Առնվազն մի ձայնագրության շուրջ հայտնի է ձեզ բոլորիդ, մենք ֆիքսել ենք, որ այդ ձայնագրությունը եւ սղագրությունը կեղծված է։ Ենթադրում եմ, որ եթե գնար փորձագետների մոտ, գուցե շատ կեղծիքներ կարող էին բացահայտվել։ Հիմա ինչ պետք է լիներ պատշաճ քննության պարագայում ցանկացած գործով, որտեղ կան ձայնագրություններ։ Պետք է նշանակվեր մի քանի տեսակի փորձաքննություն, ընդհանուր առմամբ համալիր փորձաքննություն։ Նախ պետք է պարզվեին աուդիո ֆայլերը, ամբողջական են թե ամբողջական չեն։ Արված են այն ժամանակահատվածում, այսինքն ստեղծված են այն ժամանակահատվածում, որին վերագրվում են, թե ոչ։ Ինչի է սա կարևոր, քիչ անց կանդրադառնամ։ Ամբողջական են, մոնտաժված չեն, հստակ են, այլ ձևափոխման ենթակա չեն, օրինակ ձայնը բարձրացված, իջեցված եւ այլն, որևէ տեսակի միջամտություն չկա։ Դրանից հետո արդեն ձայնային ոնց որ էկվալայզերների միջոցով պետքա նույնականացվեր անձանց ձայները եւ վերջնական առումով փորձագետը ինքը պետքա հաստատեր բոլոր այդ դիալոգների իրականությունը եւ անձանց մասնակցությունը, այսինքն ինքը պետքա վերցներ բոլորի ձայնային նմուշները, երբեմն մեղադրյալները կամավոր են այդ տալիս, երբեմն եթե հրապարակային գործունեություն են իրականացնում ցանկացած տեղից կարող են ձայնը վերցնել, ընդհանուր քննչական գործողությունների արձանագրությունից այսինքն նմուշները, սեմպլները միշտ կարող են վերցնել, համադրելով վերջնական փորձագետի եզրակացությամբ ինքն է տալիս բոլոր այդ դիալոգների համապատասխանությունը իրական լինելը եւ որ արտահայտությունը ում կողմից է կատարվել։ Բայց փորձաքննությունը չի Որևէ փորձաքննություն չկա, այս պարագայում սա ստացվում է, ինչպես գործընկերս ասաց, օդում ինչ-որ մեկի ինչ-որ պաշտոնատարանձի ենթադրած թե ով ինչ է խոսում, որևէ ապացույց լրացուցիչ չկա դրա վերաբերյալ եւ որևէ տվյալ չկա ժամանակային փոփոխություն կամ որևէ միջամտություն առկա նյութերում, ձայնագրություններում թե ոչ։ Ինչ եմ ժամանակագրության վրա շեշտադրում կատարում, որովհետեւ մենք օրինակ գործի նյութերում տեսել ենք, որ երկու ԱԱԾ-ի աշխատողներ նույն խոսակցությունը մեկը վերագրել է օրինակ պայմանական թիվ եմ ասում փետրվարի 4-ին, մյուսը փետրվարի 10-ին։